կասեմ, նախ որպես հոգևորական չեմ կարող, միգուցե այստեղ դատարանի հետ այդքան է առնչվող չի կամ նեղ եկեղեցական խնդիր է, բայց որպես հոգևորական չեմ կարող չանդրադառնալ այն փաստին, մեր կարգալուծության կապված, առաջին կուզեմ դրան անդրադառնալ, մենք համարում ենք ամբողջությամբ ապօրեն կարգալուծություն, նախ եթե ինքը որևէ օրինական հիմք լիներ, անձամբ ես որևէ հաստատում մայրաթորի պաշտոնեական որևէ տեղից չեմ ստացել, եթե իրենք շեշտում են, որ ունի օրենսդրություն եկեղեցին, ինչի վրա ես կներեք շատ խիստ եմ կասկածում, կա անձիկը մահաճույք եւ ինչպես կամենում են այդ բանի որոշում են, եթե կա, ուրեմն եթե այդ կարգալուծության թուղթը հստակ կնքված, արձանագրված, ես անձամբ հանդիպում եմ ունեցել այդ խորհրդի հետ, որ իմ հարցը պետք է քններ, հանդիպում եմ ունեցել 1 ժամ զրուցել եմ այնտեղ, որևէ ստորագրություն հանձնախմբի անդամների կողմից, ինչ հարց են ինձ տվել, ինչ եմ ես պատասխանել, ես ինչ եմ այնտեղ իրենց խնդրել, որևէ բան, որևէ արձանագրություն, որևէ սղագրում, որևէ բան չկա, ես հանկարծակի իմացել եմ սոցցանցերից, հեռախոսի միջոցով, եւ դա համարվել է հասարակության համար հիմք, բայց մինչև այսօր որևէ պաշտոնական հաստատում չի եկել այն հասցեում, որ ես բնակվել եմ, բայց դրանից հետո մի քանի փաստաթղթեր փոստի միջոցով եկել են, որ ես չեմ մասնակցելու այսինչ ծրագրին կամ այնինչ խնդրի հետ կապված, այսինքն եթե գործ ունենք հստակ կանոնակարգված ինստիտուտի հետ, ապա նա չի կարող ինչ-որ մի որոշումը որևէ թուղթ չուղարկել, ընդ որում կներեք, սա ամենածանր որոշում է, որտեղ վերաբերվում է իմ ամբողջ կյանքին, ես իմ ամբողջ կյանքը դրել եմ եկեղեցու մեջ, ամբողջ կյանքը, ուսանողությունից սկսած, եւ ես ու հանկարծ մի պար որոշեմ, որ ես այլևս չեմ զբաղվելու, ես ունեմ ապրելու խնդիր, ես ունեմ երեխաներ, ես ունեմ ծնող եւ այլ խնդիրներ, ու հանկարծ մի պար որոշեմ, որ ես չեմ զբաղվելու ու վերջ, ու այլևս այդ սկզբունքը թելադրեն, համացանցով տարածեն, լրատվամիջոցներով տարածվեն, սա ուղղակի ինձ համար անընդունելի է։ Եթե կար իմ համար կարգալուծություն, եթե ճիշտ են ասում, ուրեմն պետք է ամենաառաջինը մինչև համացանցում դնելը, ամենաառաջինը պետք է ինձ ամենակիչը մի քանի էջանոց թուղթ լիներ, որ ես ինչ եմ խոսացել, ես գնացել եմ այդ հանձնախմբի շնորհների, չգիտեմ, մեդալների հանձնախմբի, կարգալուծության հանձնախմբի կամ հետ այսու կասեմ, հանձնախմբի հետ հանդիպել եմ, 1 ժամ զրուցել եմ, 1 ժամ զրուցել դա բավականին ժամանակահատված, այսինքն չենք նստել մենք հանձնախմբի անդամների երեսներին նայել իրար, 1 ժամ մենք շատ թեժ զրույց ենք ունեցել, եւ ես այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեցել եմ իրաց, հստակ, որ ես այս բանին չեմ բարձրաձայնի, բայց ասել եմ, որ ինչ պետք է ինձ խնդրում ինձ մի արեք ես ինչ բան է։ Եվ դրանից հետո անցել է որոշ ժամանակ, ոչ ձայն են անել, ոչ մի բան չի եղել, ու ինձ կարգալույց են անել։ Ու որևէ հիմք չկա, հիմք պետք է լինի, հասկանում եք, ես իբրև ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նշեց հարգելի փաստաբանը, որ եկեղեցին եւ պետությունը իրարից անջատված են, բայց ես ուզում եմ շեշտեմ, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Եվ այդ եկեղեցին չի կարող պետությունից վեր օրենքներ ունենալ, չի կարող։ Եվ եթե դավանական է իմ խնդիրը, խնդիր չի, ներկայացեք, միգուցե ես հասկանում եմ, որ նեղ եկեղեցական խնդիրը ասում լավ, ես սխալվել եմ, ես երիտասարդ եմ, դուք այնտեղ մայրաթորում նստած բավականին տարիքով մարդիկ անցել եք հսկա ճանապարհ, ես նոր եմ անցնում, միգուցե իրենք այդ ամեն ինչ երբ որ ինձ փաստացի ներկայացնեն, ես ասեի լավ, շատ բարի, ես սխալվել եմ, կներեք։ Բայց ես ընդամենը իբրև մարդ շարքային քաղաքացի եկեղեցական, ես Facebook-ում գրել եմ մեկ գրառում, որը մինչև այսօր հասանելի է, որտեղ որևէ անձ, որևէ ինստիտուտ, որևէ բան ես չեմ վիրավորել, ոչ մի բան չեմ արել, ընդամենը ես ասել եմ, որ մեր եկեղեցուց ներս կան խնդիրներ, խորը ճգնաժամեր, ես դա դրել եմ ոչ թե նրա համար, որ ուզեցել եմ իմ եկեղեցուն ցավացնեմ, այլ դրել եմ նրա համար, որպեսզի իմ եկեղեցին բուժվի։ Եվ սա հիմք է առաջացրել, հիմք։ Նաև սա իմ ազատ խոսքն է, սա իմ ազատ խոսքի հստակ ճնշում է եղել, հիմք է առաջացրել, որ տարել են կարգալուծության, ուրիշ հիմք ես մինչև այս բան չեմ տեսել։ Հասկանալ իսկ արգեն ներկայումս փաստացի ծառայություն անում եմ Թալինում եւ ես ունեմ մի քանի գյուղեր, ինձ համար խոչընդոտում են
Թալին քաղաքի եկեղեցի մուտքը հստակ կերպով, Չէ, դա չէ։ բայց ծառայություն անում եմ այլ։ Կենտրոնական մարմնի հոգևորականների հետ, չգիտեմ, Այս պահին շփում չունեմ, որովհետև որոշակի լարվածություն կա, բայց ոչ իմ կողմից այդ լարվածությունը առաջացել է ժամանակի ընթացքում ելնելով այս ստեղծված իրավիճակից, բայց ասեմ հոգևոր խորհուրդ են ասում կամ վարչական խորհուրդ, այդ վարչական խորհուրդն էլ ես կարծում եմ ապօրինի է, անհիմն է հիմնվել։ Շատ է, դրա մասին Եվ կներեք մի բան էլ, որ ասում են թուղթ էր մեր հարգելի փաստաբանը թափահարում, ասում էր, որ պետական պահպանություն, ես պիտի ասեմ, որ իմ մեքենան, ես չեմ կարող ասել, կրակել են, թե հարվածել են, բայց ես գիշերը եկել կանգնել եմ իմ մեքենայով եւ մինչեւ լուսաբացվել է իմ մեքենայի հողմապատին վնասված է եղել կամ կրակոցի հետ կա։ Հիմա ընթանում է քննություն։ Դրա հիմքով քրեական վարույթ կա, այսինքն ես իրավունք չունեմ պաշտպանվելու այս պետության մեջ իբրև քաղաքացի, այսինքն հսկայական ճնշում կա։ Հսկայական ճնշում կա իմ անձի վրա եւ իմ ընտանիքի վրա։ Եվ սա ես կարծում եմ նվազագույնն է, որ իմ հանդեպ արվում է որպես պետության կողմից ուշադրություն։ Շնորհակալություն։